Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հսկողություն կիրառելու հարցն է այս պահին քննարկվում դատարանում, երկուսը միաժամանակ տարբեր դահլիճներում են։ Նախ ինչ կասեք երեկվա իրադարձությունների մասին եւ այս պահին դատարանում տեղի ունեցողի մասին։ Նաեւ ասեմ, որ ավագան տեխնազուներից մեկն էլ Սոֆիա Թորոսյանն էլ այս պայթերությամբ իր հարցն էլ է լսվում։ Բոլորին վարչական վերահսկողություն են։ Ճիշտ ասած, այս պայթերությամբ հստակ չգիտեմ, սպասում ենք ոնց որ թե տղայիս դատավարությունը արդեն սկսվել է։ Հորիցս տեղյակ չեմ, այս պայթերությամբ սկսվել է թե չէ, տեսնենք ինչ կլինի։ Երեկվա բանավեճը շատ բուրըն անցավ, նախ ոնց է գնահատում բանավեճ ու նաև բանավեճից հետո ձեր հայտարարությունն էլ բավականին արձագանքների տեղիք տվեց։ Դե իմ կարծիքով թե բանավեճը, թե նաև իմ հայտարարությունները արդեն ամեն ինչի մասին ասված է։ Ձեր հայտարարությունից Գյումրիում նորմալ է ընկալվել։ Ձեր հայտարարությունից հետո, որ դուք ասացիք, որ ուռճացնում են ընդդիմադիր տեխնացուներից մեկին, հավանաբար Վարդան Ղուկասյանին նկատի ունեք, քիչ առաջ Վարդան Ղուկասյանը հարցազրույց է տվել եւ ասել է առաջարկ է արել։ Նախ ասում է ես սպասի մեջ եմ գտնում, կարող եմ ձեռքս դնել ավատարանի վրա եւ երթվել, որ որևէ ուժ իմ հետևում կանգնած չէ, այսինքն իշխանությունները Նիկոլ Փաշինյանը եւ նաեւ ձեր մասով որ կասկածները փարատվի, ասաց հետեւյալ առաջարկ արեց, թե ձեզ թե մյուս ընդդիմադիրներին։ Եթե ձեզանից որևէ մեկ ընդդիմադիր ուժերից կհավաքի իրենից ավելի շատ տոկոսով ձայն, ինքը պատրաստ է առանց որևէ պաշտոն ուզելու, առանց որևէ նախապայմանի քվեարկել ձեր օգտին, միանալ ձեզ, այսինքն իր հավաքանու անդամները կքվեարկեն ցանկացած, օրինակ դուք եք հավաքել ձեր օգտին եւ կդառնաք դուք քաղաքապետ կամ մեկ այլ տեխնատու։ Իսկ եթե ինքը հավաքի բոլորից հետ շատ ձայն, ապա թող ձեզանից դուք միանաք իրեն եւ իրեն դարձնեք քաղաքապետ։ Այս պայմանը ձեզ համար ընդունելի է։ Ես ուրեմն այդ ամեն ինչի մասին արդեն ասել եմ, խոսել եմ։ Ես այդ ամեն ինչը ինչ որ ասել եմ, ոչ թե իրեն ուղիղ մեղադրանք եմ ներկայացրել, մեղադրել եմ, որ իրենով է պայմանավորված, որ ինքն է ձեռքը տնում է ավետարանին երթվում է։ Այդ կոնկրետ իր մասին չէ խոսքը։ Խոսքը իշխանությունների մասին է, որ իշխանությունները այդ սցենարը եպում են ու այս օրերի ընթացքում իշխանությունը առավոտից իրիկուն մի բան է անում։ Հարցումներ է տեղադրում, հարցումների արդյունքում նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջի համարը իրենց առաջի եւ երկրորդ տեղ են նշանակել։ Առաջինը ես եմ, երկրորդը Վարդան Ղուկասյանն ու ամբողջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեղական իշխանությունները, այսպես ասեմ, մեկը մեկին նաև ինչու՞ չէ պատգամավորներ, մեկը մեկին հերթ չտալով Գյումրու քաղաքապետարանի դիմացի այդ գորգի վրա կանգնած հարցազրույց են տալիս, որ Մարդուն Գրիգորյանը շեշտադրված, Մարդուն Գրիգորյանը եւ մնացած ընդդիմադիր տեխնազուները իրենց ձեները վերջում տալու են Վարդան Ղուկասյանին եւ Վարդան Ղուկասյանի հետ կապված հարյուրավոր այսինքն արհեստական թիրախ են սա։ Տասնյակ քրեական գործերի մասին են խոսում ու ինչ ասես ասում են, այսինքն այստեղից հետևություն, որ իշխանությունը կոնկրետ թիրախավորել է մեզ ու այն գյումրեցին, ով պատրաստ է օրինակի համար Մարդուն Գրիգորյանին, Ռուբենին, Կարենին ձայն տա, բայց Վարդան Ղուկասյանին ձայն չտա, այստեղից հետևություն, որ մարդիկ մտածում են, եթե պիտի Մարդունին ձայն տաս, արդյունքում Մարդունի ձայները տա Վարդանին, որին որ ինքը չի ուզում տեսնել քաղաքապետ, այդ մարդը նստելու է տունը ընտրության չի գնալու։ Իշխանությունը կոնկրետ հակակարողություն է անում, ես այդ իմ նախ ես 3 առաջի օրն եմ իմ մեծ հավաքի ժամանակ այդ մասին դալիճում խոսել, դա երեկվա խոսակցությունը չէ, առաջի օրն եմ այդ մասին խոսել եւ այդ ժամանակ լրատվամիջոցները TV5-ներ, 24 News-ներ, այդ ժամանակ լրատվամիջոցներին, ովքեր որ կային, ասել եմ, ժողովուրդ, այս չընդունեք, որ ես մեղադրում եմ Վարդան Ղուկասյանին։ Ես այս ամեն ինչը ներկայացրել եմ որպես իշխանությունների ծրագիր, որ թիրախավորել են ու մարդիկ որոշակի չափով հասել են հաջողության։ Հրեշի կերպար են ուզում արհեստական ստեղծել։ Դե այո, նաև որպես խոցելի կերպար, նաև ինքն ամբողջ քարոզչության ընթացքում բազմաթիվ այսպես բաց թողումներ է ունեցել, որը վաղը մյուս օր իշխանությունը այն 3 տասնյակից ավել քրեական գործերն է դրած մի կողմ, քարոզարշավի ընթացքում բազմաթիվ բաց թողումներ է ունեցել, դրանով պայմանավորված արդյունքում քրեական գործ մի բան կանեն, շիբինի վրա են գործ կառուցում։ Սարկում հորս ու տղուս
կալանքի են ուզում վերցնել, այս պարագայում այդ կան կոչեր ու մյուս, պարզ է, որ այս պարագայում իմ ասածը այն է եղել, որ իշխանությունները եթե չկարողանան հաղթեն, իսկ ես այս պահին հստակ արդեն ասում եմ, իշխանությունները Գյումրիում չեն կարող հաղթել։ Միակ տարբերակը խոցելի տեխնազույով իշխանությունը նորից վերցնելն է, ժամանակավոր պաշտոնակադարի կարգավիճակով։